Գեղամ Նազարյան։ Շնորհակալություն։ Ջրային ռեֆորմը Հայաստանի համար շատ կարևոր է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց հանրությանը միշտ հետաքրքրում է եւ ճիշտ է հետաքրքրում, թե դրսից ներգրաված միջոցները եթե չլինեն, ինչ կլինի, այսինքն հարցս պարզ է։ Եթե այս համաձայնագիրը մենք չվավերացնենք, մենք ինչ չենք կարող անել։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Նազարյան, այո, մենք շատ ուրախ ենք, որ դուք եւս կիսում եք մեր կարծիքը, որ ոլորտային բարեփոխումները շատ կարևոր են, բայց ցավոք սրտի մեր ոլորտային բարեփոխումները շատ թանկ հաճույք են եւ այն ապահովել միայն պետական բյուջեի, այսպես ասած, ֆինանսավորմամբ մի փոքր դժվար կլինի։ Դրա համար այս մարկային ծրագրերի ներգրավումը այսպիսի համատեքստում եւ այսպիսի խոշորամասշտաբ, եթե թույլ տաք գնահատեմ բարեփոխումային ծրագրերի համատեքստում էական եւ առանցքային նշանակություն ունի։ Իհարկե մենք ունենք բյուջեով նախատեսված միջոցառումների ծրագրերի իրականացման, բայց այն ինստիտուցիոնալ բարեփոխումները, այն խորքային բարեփոխումները, որ նախատեսում այս ծրագիրը, առանց վարկային ներգրավվածության գտնում եմ, որ շատ բարդ կլինի եւ շատ ավելի երկարաժամկետ, քան նախատեսվում է իրականացման համար։ Շնորհակալություն։ Արձագանք։ Ձեզ շնորհակալություն, ես կուզեմ ավելի մի քանի օրինակներով անցած անգամ Արամաստ Ղալամքարյանն էր ներկայացնում, ես նույն հարցը տվեցի։ Հանրության համար ավելի պարզ ասեք, ինչ եք պատրաստվում անել այս միջոցներով, ինչ է լինելու, որ մարդը գոնե աչքով տեսնի կամ իր համար կոմֆորտ լինի, երբ որ հետ բարեփոխումները արվեն, ինչ է արվելու օրինակ։ Շատ բարի, շնորհակալություն պարոն Նազարյան հարցի համար, ես եւս ուրախ եմ, որ կա այս հարթակը, որպեսզի մենք հանրության ավելի մանրամասն ներկայացնենք մեր բարեփոխումները։ Կոնկրետ այս համաձայնագիրը, եթե թույլ տաք, իհարկե մենք շատ ծրագրեր ունենք իրականացման այս պահին, օրինակ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընթացիկ 23 ծրագիր ունենք, որ շատ, եթե ձեզ հետաքրքիր է, կարող ենք հետագայում նաև տեղեկանքի տեսքով ներկայացնել, բայց կոնկրետ այս ծրագրի համատեքստում խոսեմ, այս 70 միլիոն վարկայինը 100 միլիոնից որ գալիս եւ համաֆինանսավորելու է համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը ունի 4 բաղադրիչ, առաջինը ջրային ոլորտի բարեփոխումներ եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, փորձեմ հասցնել մի քիչ ավելի մանրամասնել, ինստիտուցիոնալ բարեփոխումները վերաբերում են կառուցվածքային բարեփոխումներին, իրավական ակտերին ոլորտի, որոնք որ արդիականացման, թարմացման, երբեմն նաեւ նորացման, այսպես ասած, կարիք ունեն, դրանց մոտարկմանը միջազգային ստանդարտներին եւ միջազգային օրենսդրությանը, ինչպես նաեւ մեզ հետ մեր հարակից, այսպես ասած, կամ այլ կառույցների կառուցվածքային փոփոխությունների եւ կարողությունների զարգացման տեսանկյունից մասնագետների պակասի հարց լուծելուց, երկրորդ բաղադրիչով նախատեսվում է գյուղական բնակավայրերում ջրամատակարարման եւ ջրահեռացման բարելավում։ Այս համատեքստում արդեն իսկ ընտրված մենք ունենք ներկա մարզեր, ներողություն եմ խնդրում այլ հարցադրումների շրջանակում ես շարունակեմ։ Միտքը ավարտեք, բայց խնդրում եմ կարճ։ Առանձնացվել են արդեն մարզեր, որտեղ որ բարեփոխումներ պետք է որ իրականացվեն, երրորդ բաղադրիչը ռոռոկման ենթակառուցվածքների կառավարման արդիականացումն է, այս համատեքստում եւս էլի ունենք ընտրված տարածքներ, որտեղ որ պետք է փոփոխություն իրականացվի։ Շնորհակալ եմ։